ավելացել է կշիռների նկատի ունի։ Արձագանք։ Պարոն Թունյան, մեկ անգամ եւս փաստենք, որ ձեր իշխանության օրոք Հայաստանի տնտեսությունը ամենամեծ կախման մեջ է ընկել Ռուսաստանի Դաշնությունից եւ նաեւ երբ որ դուք խոսում եք վերարտանումների մասին, ասեմ, որ Հայաստան-ԵՄ ընդհանուր առևտրաշրջանառությունը աճել է ընդամենը 2.5 անգամ, այսինքն ենթադրաբար մենք պետք է ենթադրենք, որ երրորդ երկրներից ապրանքները պետք է ներկրվեին Հայաստան, այնուհետև արտանվեին Ռուսաստանի Դաշնություն։ Եվ այս համամասնությունը իրար չի համապատասխանում։ Այսինքն դուք ինչ քայլեր եք արել, իդեպ ասեմ, որ ես շատ կողմ եմ դիվերսիֆիկացիային, իհարկե ոչ ի հաշիվ այլ հարաբերությունների վատթարացման, բայց ամեն դեպքում Հայաստան-ԵՄ առևտրաշրջանառությունը ավելացել ընդամենը 2.5 անգամ, այն պարագայում ներողություն 1.5 անգամ, ոչ թե 2.5 անգամ, այն պարագայում, երբ որ նույն ցուցանիշները մենք ունենք 2010-17 թվականներին, այդ համեմատությունն էլ կա։ Եվ մի քիչ անհասկանալի է, եթե խոսքը վերաբերում է նրան, որ վերարտանումներն են, պետք է ենթադրել, որ այդ թիվը ավելի մեծ պետք է լիներ, ոչ թե 1.5 անգամ ավելանալ, եւ ինչ քայլեր եք դուք ձեռնարկել կոնկրետ դեպի Եվրոպա ապրանքների արտահանման ուղղված հարցում։ Պարոն Ֆարմյան, ես կարծում ձեր հարցին պատասխանեցի, բայց լրացնեմ, ուրեմն վերարտահանման էֆեկտը ձեր ասած վիճակագրության վրա մեծ ազդեցություն է ունեցել եւ մարդկանց համար հնարավորություն է ստեղծվել գումար աշխատելու։ Եթե այդ հնարավորությունը մենք այնպես անենք, որ մարդիկ չկարողանային օգտվել, մեզ կքննադատենք, ասեն, այդ տիպի հնարավորություն կար խանգարեցիք։ Ինչպես օրինակ դուք 3 ոսկու արտահանման ժամանակ մեղքը գցեցիք Հայաստանի կառավարության վրա, մինչդեռ այդ ոսկու շղթայի գլխավոր խոչընդոտը ոչ թե տուրքն էր, որը մենք ընդունել ենք տնտեսվարողների հետ քննարկելու արդյունքում ու շատ ողջամիտ, այլ Ռուսաստանի կարգավորումների փոփոխությունը։ Իսկ ամենաթարմ տվյալներ ձեզ բերեմ, ամեն ինչ միանգամից չի լինում։ Օրինակ 3 էկոնոմիկայի նախարար տեղակալ Արման Խոջյանը տեղեկացրել է, որ միայն հուլիսին Հայաստանից արտահանվել է 2325 տոննա պղպեղ, 7000 տոննա ծիրան, ու էլի կարող եմ թվարկել, այս ամեն ինչը խոսում է դիվերսիֆիկացիայի մասին, ու մենք պիտի մեր ապրանքների ստանդարտների մակարդակն ու որակը ավելացնենք ու փորձենք ավելի խորացնել այս process-ը։ Շնորհակալություն։ Մարիաննա Ղարամանյան։ Շնորհակալություն, պարոն Թունյան, որոշակիորեն շարունակեմ պարոն Ֆարմանյանի հարցը, որը ուղղված էր